բայց Աստված այս իրավիճակի մեջ չուզեց, որ անոնք մնան։ Ինչու՞, որովհետև նպատակը միայն Երուսաղեմը չէր, ան ըսած էր երթակ մինչև երկրի ծայրերը։ Բայց ժողովուրդը գոհ էր այդ պահուն։ Շնորհքը հոսք կստանար միայն Երուսաղեմի մեջ։ Ահա ուրեմն Աստված կառնե փոթորիկը, ջնշում եւ հալածանք։ Եվ եղավ մեծ հալածանք կսեքորց Առաքելոցի 8-1 եկեղեցու վրա Երուսաղեմի մեջ, եւ ամենքը ծրվեցան Հրեաստան եւ Սամարիա։ Ուշադրություն դարձուցեք, անոնք չընտրեցին երթալ, անոնք բարդատրվեցան երթալ, իրենց կամքով չէ, որ մեկնեցան, բայց այդ ջնշումով անոնք դուրս եկան իրենց հարմարավետության մեջ են եւ դարին ավետարանը աշխարհին։ Եթե չլար այդ փոթորիկը, այդ ջնշումը հավատքը կրնար սահմանապակվել միայն իբրև հուդայականության մեջ ավանդությունը։